Partiro çağırsın. Doch paravorlu meşteri orknela tiro çanuna. Սերներ, ես սուրբ գրքից մի տեղ եմ ուզում կարդալ եւ մի քանի կարևոր մտքեր կիսվենք այս մասին։ Սուրբ գրքի մեջ, երբ որ մենք ուշադիր նայում ենք, Տեր անընդհատ մեզ ցույց է տալիս մեր իրավիճակները, ցույց է տալիս մեր ներկան, մեր ապագան, կարելի ասել մեր անցյալը։ Նա ուզում է մի կարևոր բան, որ այդ ամեն բանի մեջ մենք կարողանանք ամեն բան մի կողմ գցելով իր այդ հաղորդ դինենք, որ տուն հասնենք, որտեվ այս չի մերը, սա ժամանակավոր մի վայր է, որ պետք է մենք թողնենք եւ եղբայրները խոսքի սկզբից էր շեշտեցին, որ մեր ընտրությունը կատարենք եւ տեղ հասնենք։ Սերներ, Սուրբ գրքի մեջ մենք երբ որ կարդում ենք, այսօր առավոտ երբ որ կարդում եմ Հովանու թուղթը, այստեղ մի կարևոր մտքեր կա, մի քանի կարևոր մտքեր կա, որ կուզեի այսօր իրար հետ խորհրդակցենք, խոսենք։ Որտեվ, այո, հնարավոր է մարդը երկար տարիներ լինի հավատքի մեջ, բայց այս մարդը հոգևոր աճ չունենա։ Գաղափարապես իր հասկացողությունը աճի, իր տարիքը աճի, ֆիզիկապես աճի ինքը, բայց իր հոգևոր կյանքը մնա եւ չաճի այս մարդը, եւ տեղ չհասնի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ես էլ այդքան շատ հավատքի մեջ կյանք չունեմ, բայց մոտավոր 30 քանի տարի 40-ին մոտիկ էս եկեղեցու մեջ ծառայում ենք, պաշտում ենք Տիրոջը։ Չեմ ասայի շատ է, չեմ էլ ասի քիչ է, բայց կարա մարդը տարիներով լինի եկեղեցու մեջ, բայց այս մարդը ասու այդ գործ չունենա։ Եվ այսօր ցավոք սրտի շատ մարդիկ էլ ոնց որ ազատ ունկնդիրներ գալիս են եկեղեցի, ասենք տոնական օրերին կամ կիրակի օրերը, գալիս են, գիտեն ամեն բան, բայց այս մարդիկ ասու այդ գործ չունեն, աճ չունեն։ Եվ սրանք տեղ չեն հասնելու։ Եսի նկատի ունեմ այն հավիտենական սուրբերի հանդեսին, այն հարսի մեջ, որ Տերը պետք է իր հարսին տանի, իրանք այդ ձևի մարդիկ այդտեղ չեն ելելու։ Իսկ փրկության հարցով վերջակետ դնողը Տերն է, ես չգիտեմ։ Ես չեմ ուզում, որ փրկվեմ մի փրտե կրակից անցկացած ժողովուրդ ջան։ Ես այդպիսի փրկություն չեմ ուզում։ Ես չեմ ուզում, որ այսքան տարի ես ամեն ինչ իմ երիտասարդ տարիներից մինչև արդեն ագին մեծացել եմ, ծերացել եմ, արդեն ճիշտ հալա դեռ հալիվոր չենք դարել, բայց այդ ճանապարհին ենք, ես չէի ուզի, որ այս սաղ կյանքս դնեի, մեկը վերջում գնայի հասարակած փրկության, մեկը այդ ոնց որ ասենք սաղ կյանքը պետք է այսի միշտ կյանք ապրի, ու վերջում մեղա գալով պրսնի, ես է գնայի նրա հետ փրկվի, ես այդպիսի փրկություն չեմ ուզում։ Եթե դա քեզ ձեռք է տալիս, խնդրեմ մնա այդ վիճակիդ մեջ։ Եթե ուզում ես այդպիսին, այդ էլ հարցը կփրկվես թե չէ, դու նայ, բայց ես այդպիսին չեմ ուզում։ Տեսեք ինչ է ասում Սուրբ Գիրքը Հովանու առաջի թղթի 2-րդ գլխի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ համարները։ Առաջի Հովանես 2-րդ գլուխ 3-ից 6 համարներ։ Այսպես է ասում Տիրոջ խոսքը։ Եվ սրանով գիտենք, թե ճանաչենք նրան։ Այսինքն առաքյալը շեշտում է, որ ասում է սրանով գիտենք, թե ճանաչեցինք նրան։ Առաջի բանը, որ ուզում է, որպեսզի մարդը նրան ճանաչի։ Որ ճանաչի ասում։ Սուրեն եղբայրը հիշեցրեց, ճանաչում ես այդ ասում, թե չէ։ Գիտեք, ասում մասին կարող են խոսել, ասում մասին կարող են վկայել, ասում մասին կարող են տարբեր բաներ ասել, պատմել, խոսալ։ Հիմա ասենք շատ մարդիկ ասենք, իմ անպիտանից վրա օրինակ բերեմ, տարբեր տեղեր որ գնում եմ, մեկ է գալիս են, վայ, բարև արտակ եղբայր բան, բայց ես չեմ ճանաչում այդ մարդկեքին։ Իրանք ինչ տեսել են, լսել են, ինտերնետի մեջ, քարոզների մեջ, չգիտեմ, մոտենում են բարև արտակ եղբայր, բայց ես նրան չեմ ճանաչում։ Եվ եթե ասեն ով է այս մարդը, շատ ժամանակ եղբայրները ներկա են ասում ես ով էր։ Հենց որ բարևում է գնում ասում եղբայրներ ես ով էր։ Հիմա Հիսուսը քո մասին ինչ ասում, դու իրան ճանաչում ես թե չէ։ Դու իր մասին կարող ես խոսել, իր մասին լսել, իր մասին իմանալ, բայց դու իրան անձնապես ճանաչում ես թե չէ։ Տեսեք ինչ ասում, ասում է սրանով գիտենք ճանաչեցինք նրան։ Առաջինը, եթե նրա պատվիրանները պահենք։ Հոգևոր մի վիճակ կա, որ մարդիկ ուզում են ճանաչեն Հիսուսին ու ձգտում են նրա պատվիրանները պահենք, դա շատ կարևոր է։
Դա շատ լավ է, դա շատ պարտադիր է, որ նա պատվիրանները պահենք, որովհետև հարյուրավոր պատվերներ կա, հարյուրավոր ասենք խոստումներ կա Տիրոջ պատվերները պահողների համար։ Սկսած հին ուխտից վերջացրած նոր ուխտով, որ ասում են նրա պատվերները ճրագ է, լույս է, կյանք է, օրհնություն է, անեծք է, որ չի պահում նրա պատվիրանները, որ պահում է նրա համար օրհնություն կա, մինչև անասունով, կենդանիներով, ֆիզիկապես, նյութապես, հոգեպես շատ օրհնություններ կա նրա պատվիրանները պահողների համար։ Եվ ասում է, առաջինը, որ ինչ անենք, նրա պատվիրանները պահենք։ Այսօր շատ մարդիկ ժողովուրդ ջան, գալիս են Տիրոջը, պահելով Տիրոջ պատվիրանը։ Հավատում են Հիսուսին, ձգտում են մեղք չգործեն, ձգտում են, որ ասենք, ոնց կան մնանը, մի ասենք, եղբայրը իր համար գործ ունի, բիզնես ունի կամ քույրիկ է, կգա մի հատ կիրակի օրը կերևակը գնա, պատվիրանը պահում է, մի երկու գլուխ կկարդա տանե կամ մի սենց, ոնց կա կմնա այս վիճակի մեջ։ Եվ որ մարգարեն տեսիլ տեսավ, Տեր իրան ցույց տվեց, ժողովուրդ ջան։ Տարավ ասավ մտի այս ջրի մեջ։ Ասում առաջ գնաց ջուրը մինչև գարշապարներ, ոտների թաթը, ու ջրի մեջ կայնեց։ Օրինակ, շատ մարդիկ ասենք, որ լողալ չգիտեն, որ գնում են ծովափ, այս մարդիկ խորը չեն գնում։ Շատ ասենք, որ ջրից վախում է, ոտները կարում է թրջի նստի, ասենք, ուսես մնում է։ Մնում ասենց առաջ չի գնում։ Այդ պատվիրանները պահելը դա ընդամենը նոր են զրոական քայլն է, որ հոգևոր մարդը պետք է Տիրոջ պատվիրանները պահի։ Աստծուն հավատացող մարդը իր պատվիրանները պահի, բայց դեռ Աստծուն ճանաչել չի դա։ Եվ այսօր շատ մարդիկ երկար տարիներ եկեղեցու մեջ են, չեն պահում Տիրոջ խոսքի առաջ չեն գնում։ Այս մարդը չի մկրտվում, հոգևոր չի աճում, գալիս գնում է, հիվանդա վայ աղոթ ենք, Տերը ողորմ է բժշկի, հենց հիվանդանում են, վայ մեռնում ենք, թեզ արեք աղոթ ենք, տեսանի, հենց պրոբլեմը, դժվարությունը կա, վայ թեզ արեք, Տեր օգնի, հենց ազատվում են, այդ հոգսից պրոբլեմից, էլ իրանց հավեսով, իրանց կյանքով, իրանց անհոգ վիճակով ապրում այս մարդը։ Պատվերը պահում է, հավատում է, մեկ հավաքույթ է գալի, մեկ կարդում է, բայց Աստված սա չի ուզում, ժողովուրդ ջան մենակ։ Աստված սա չի ուզում։ Այսօր այնքան տարի է դու Աստծո տան մեջ ես, Աստծո հետ ես, ինչքանով ես հաղորդ նրա հետ։ Ինչքանով ես հաղորդ այդ Աստծո հետ։ Այսօր օրինակ շատ երիտասարդներ մոդա է, մի աղջիկը գնում են քթներն ռեմոնտ անում։ Որ ասենք սիրունան էս անեն, կամ չգիտեմ, տղեկը այն օրը միտեղ նստած էինք, մեկ է կինս ասում ալա մտի կարա, այնտեղ են ունքերը հանելա, այ քեզ ասում ես, բարադեն դրած ունքերը հանած, այսինքն ուզում են ինչ որտեղ դզվեն, փչվեն, բայց դի սրտներս դզվի փչվի, և վիդը դզեցիր, փչեցիր, եթե սիրտը չի դզվում փչվում, դու ինչ գործ ունես Աստծո հետ, ես ինչ գործ ունեմ Աստծո հետ, ես չգիտի, որ Աստված է սրտի մեջ դնողը, որ իրան ուզեն, եթե Աստված սրտի մեջ չդրեց, քան ուզես դզես փչես, ով դի քեզ ուզի։ Որ աղջիկը կամ որտեղ են։ Բայց եթե դու Աստծո հետ ես, Աստված է օրհնողը։ Որտեվ ամեն բան նրանով է, նրանից է ու նրա համար է։ Այսօր շատերն ասում են, վայ մեզ սենց բան չարեցին, մեզ չօգնեցին, մեզ մարդատեղ չդրեցին, էս չարեցին։ Ժողովուրդ ջան, այդ անողնով է, Աստված է։ Մարդը ինքը չար է։ Ես Սուրբ Գիրքը ասում եմ, որ ամեն օր այս սրտի չար խորհուրդներ է դուրս գալի։ Մարդու մեջ ոչ մի բարի բան չկա։ Եթե ինչ որ մեկի մեջ մի բարի բան կա, դա այդ մարդից չի, դա Աստծուց է։ Հիմա Աստված դնում է սրտի մեջ անում է, չի դնում, չի անում։ Հո հիմար չի որ մարդը ճակերտներով էլի, որ իր այլածը տանի ուրիշին տա օգնես անի, ոչ մեկը որդ կանեք, ոչ մեկը չեն կանում։ Հլա որ մի բան էր Սուրբ, լավ, հոգևոր մարդին Աստված ասում է, այլի մտածում է, լավ, տամ թե չտամ։ Մեկ է միտքա բերը, արա տվի ջուր տալի, նա ուն էլին չի մարես տալի։ Ադե ճիշտ է էլի, լավ է, բեր չտամ, բեր քիչ չտամ։ Էս է մարդը, ժողովուրդ ջան, այդ չարն այդ մարդի մեջին։ Բայց նա որ Տիրոջ հետ հաղորդ է, Տերն է անողը, ամեն բան Տերն է անողը։ Ամեն բան Տիրոջից է։ Դու ուզում ես մի լավ բան անես, լավ բան չկա քո մեջ, ինչ անես։ Իմ մեջ լավ բան չկա, մի բարի բան չկա իմ մեջ, համար այդ լավ բանը եթե ես անեմ, Տերն է դնելու, որ ես անեմ, և եթե ինձ անեն, Տերն է անելու, որ ինձ անեն, այսօր մենք սա չենք հասկանում,
Գալիս է, կարդում է, միթում աղոթում է, իրամա ոնց կա մի ապաղաղ մնում է։ Այդ պատվիրանները պահում է, որ կրակից պրսնի։ Մյուս քայլը, կան հոգևոր մարդիկ, որ պատվիրանները պայլուց մի քիչ ավելի առաջ են գնեմ, ու նորից կանգնում այդ վիճակի մեջ։ Շարունակում ասում է, ով որ ասում է, թե ճանաչեցի նրան, եւ նրա պատվիրանքները չի պահում, ստախոս է ու ճշմարտություն չկա նրա մեջ։ Բայց ով որ նրա խոսքը պահի, իր Աստծո սերը նրանում բնակված է։ Սրանով ճանաչեցինք, որ նրանում ենք։ Երկրորդը ասում է, պատվիրանը պահում է, բայց եթե Աստծո խոսքը չի պահում, ստախոս է։ Պատվիրանը պահում է։ Դրած այս բաները չանի, բայց Աստծո խոսքը չի պահում։ Այսօր շատ մարդիկ եկեղեցու մեջ չեն պահում Տիրոջ խոսքը։ Ինչ է նշանակում Տիրոջ խոսք պահել։ Այդ խոսքը ով է, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը։ Տիրոջ պատվիրանները պահում են։ Այս չանեմ, այն չանեմ, այն չանեմ, այն չանեմ, այս անեմ, այս անեմ, այս անեմ։ Բարի պահում է, բայց Տիրոջ խոսքը չի պահում։ Լատեսեք ինչ ասում Տերը։ Ասում է, որ բարին գիտի անել ու չի անում, դա իրան ինչ է։ Մեղք է։ Ինչքան բարի բաներ կա, որ մենք կարանք անենք, չենք անում։ Այսօր շատ մարդիկ պարծենում են, եղբայրն ասեց, ասում է, խոնարհը թող պարծենա նրանով, որ կասի Տիրոջն է ճանաչում։ Մի հատ ստեղ գնանք, մի հատ գուլյա տանենք, մի հատ ընդեղ գնանք, մի հատ քար տենանք, մի հատ փետ տենանք, լավ, բարի գնացինք, տեսանք, դեմ չեմ։ Գնացինք այս սիրուն տեղը տեսանք, այս սիրուն վայրը, լավ գնացինք մի քանի օր փռվեցինք ծովափին, կերանք մի 4-5 կիլո ավելի չաղացանք, եկանք, վերջը։ Ինչ հառանք մենք Տիրոջից։ Ինչքանով եմ նրա խոսքի մեջ։ Իսկ ինչ անշանակում խոսքը։ Ասում են, նա իր խոսքը կուղարկի եւ այդ խոսքը կբժշկի քեզ։ Ասում ենք ամեն օր Տեր մեր հացը մեզ տուր։ Ամեն օր այդ երկնային հասքը մենք ինչքանով ենք ուտեմ, այդ երկնքի իջած կենաց խոսքը ինչքանով է հայտնվում իմ կյանքի մեջ։ Այսօր շատ մարդիկ տարիներով, եթե ինձ թույլ տամ մի արցնեմ, ասեմ ձեռ բրցացնեն, ովքեր վերջի անգամ Տիրոջից, այս մի ամսվա մեջ ինչ են արել, 99% համոզված եմ ձեռ չի բրցացնելու, որտեղ ոչ մի բան չի արել Տիրոջից։ Հա, գիտի, գնացել է հավաքույթ է, գնեմ կարդում, աղոթում, գիտի, բայց երբ է խոսացել Տերը հետդ։ Ինչ ասել Տերը քեզ։ Երբ է նրա խոսքի հայտնությունն եկե քո կյանքի մեջ։ Այսօր շատերը չունեն։ Այսօր շատերը հաղորդ չեն։ Այսօր շատերը տարիներով կապ չունեն Աստծո հոգու հետ։ Սուրբ ոգին այս մարդկի հետ չի խոսում։ Եվ իրանց թվում է, թե իրանք ճանաչում են Աստծուն, իրանք գիտեն, իրանք սուրբերի սուրբն են, թագավորների թագավորը։ Լավ ասավ անդու աղբերը, կանչել է թագավորության, բայց մի տեղ հասնես, որ թագավոր դառնաս։ Սավուղն էլ նորինակ բերեց, թագավոր դառավ, բայց վերջում ուր գնաց, Աստված գիտի։ Ում տվեց այդ թագավորությունը, ձեռից վերցրեց։ Եթե մենք չմնանք այս խոսքերի մեջ, եւ այս խոսքը մեր մեջ կյանք չդառնա, մենք չենք կարող տեղ հասնենք։ Ճիշտ հասկացեք, այո, մենք ձրի փրկված ենք։ Աստված մարդին ձրի փրկում է, եւ մարդը ոչինչ չի անում իր փրկության համար։ Միայն պետք է մարդը հավատա։ Եվ այդ շնորհը մեզ փրկում է, բայց այդ փրկված լինելը ես պետք է ամուր պահեմ։ Հովհաննեսն ասում է երկրորդ թղթի մեջ, ասում է ունեցածը ամուր պահի, որ ուրիշը չտանի։ Եվ եթե ես չեմ կարողանում իմ փրկված լինելը պահել, նա իմ ձեռից պետք է գնա։ Իսկ փրկված լինելու համար պետք է ես նրա հետ հաղորդ լինեմ։ Մենք ինչքան ենք Տիրոջից մեծ, որ ետ դից գնա մեր եսը։ Բայց հլա նայեք, Տերը գիշերը, ամեն գիշեր, կարելի ասել ինչով էր անցկացնում, աղոթքով հորիդ հաղորդակցվելու։ Եվ ասում է, ես ոչինչ չեմ անեմ, եթե հորիդ չեմ առնում։ Այսօր մենք ումից ենք առնում։ Պրոստ գիտեմ արդեն, գիտեմ, երկար տարվա հավատացյալ եմ արդեն, պրոֆեսիոնալ, գիտեմ, այս վիճակը մեզ անեմ, այս սենց անեմ արդեն, սա գիտեմ, արդեն փորձառությունն ունեմ։ Երբ որ պարագան գալիս է փոխանակ հորից հարցնեմ, ինչ անեմ, իմ գիտեցածն եմ արդեն դնում ու անում։ Իմ հասկացածն եմ անում, իմ գաղափարն եմ անում։ Բայց Աստված կարող է հեչ թենցել չուզում, որ ես անեմ։ Կարող է հենց այդ պարագայի մեջ Տերը ընդհանրապես ուրիշ բան ուզում, որ ես անեմ։ Բայց ես նա ձայնը չեմ լսում։ Թող Սուրբ Հոգին օգնի ժողովուրդ ջան, որ մենք կարողանանք նրա խոսքը լսենք, այդ խոսքի հետ հաղորդ լինենք, որտեղ եթե այդ խոսքի հայտնությունը չգա, մարդը չի աճելու։ Այդ խոսքը պետք է լուսավորվի։ Ասում է քո խոսքը ճրակային ոտքերին։
Այդ խոսքը լույս է։ Ասում է այդ խոսքը երկսայրի սուր է, որ մինչև ուղուծուց է գնեմ, մինչև երիկամունքներն է մարդի ասնեմ։ Եթե այդ խոսքի հայտնությունը չկա, միապաղաղ։ Գիտես, գողություն չպետք է անես, անառագություն չպետք է անես, չպետք է ծխես, չպետք է խմես, չպետք է կռվես։ Գիտես որ պետք է հավաքույթի գնաս, հավաքույթին եկած շատ վաղ պարկես քնես, նստես ոչ մի բան չլսես, վեկենաս գնաս քուտուն քնացես բան չսկանաս, օրա մտնասնես գնաս։ Այդ գիտես։ Բայց ինչ ասում Տերը քո սրտին։ Ինչքանով ես դու աճեմ, ինչքանով ես հոգևոր առաջ գնամ։ Աստված ինչ ասում իր խոսքի մեջ։ Ասում որ նա մեզ նորոգությունից նորոգություն պետք է տանի, զորությունից զորություն, սրբությունից սրբություն։ Պետք է աճի այդ հավատքը։ Առաքյալը գրում ասում ժամանակին նայելով, ես ինչ պետք է ալեիք, վարդապետներ պետք է ալեիք, բայց ասում կաթել չեք ուտեմ, ինչի։ Դեվ չեք աճեմ։ Չեք աճեմ։ Քալի քումա պաղախ, կեսա ժամինա նայեմ, հլա տենա, հա, թեզարա վարտակ ես երկարացրեց, կանի վազեմ գնամ, ավտոբուսի ժամն եկավ, էսա գնում եմ։ Վայ դուքյանս բաց անեմ, վայ ես անեմ, վայ ինձ զանգեմ, վայ նստած աստեղ ուշկու միտքը կլենտ եկավ թե չեկավ, գործս մնաց թե գնաց։ Իսկ մարդը ինչ աճեմ, ժողովուրդ ջան։ Ինչ առնեմ այսօր այս մարդը։ Գիտեք, մենք չգիտենք, որ վարքյանին մեզ հետ ինչ կլինի։ Եվ ոչ մեկը գարանտ չունի, թե մի րոպե հետո այդ իրա ինչ ալնելու։ Տերը թող օգնական լինի։ Ես չեմ ուզում երկարացնեմ, բայց ով որ նրա խոսքը պահում է եւ Աստծո սերը նրանում կատարյալ է։ Սրանով ճանաչում ենք, որ անում ենք։ Ով որ ասում է, թե նրանում է բնակվում, այնպես ինչպես որ նա գնաց, ինքն էլ այնպես պիտի գնա։ Երրորդ ամենակարևորը Աստծո ուզածը նպատակը ո՞րն է, որ մենք նրա մեջ բնակվենք, ինքն է մեր մեջ։ Սա է ուզում Աստված, որ մենք իրար հետ ինչ լինենք, մեկ լինենք։ Հիշում եք, Տեր Հիսուսը Հովանու ավետարանի մեջ 17-րդ գլխի մեջ քանայապետական աղոթքեր անում։ Ասում էր հայր, ոնց որ ես եմ քո հետ մեկ, դու իրանք էլ ինձ հետ ինչ լինեն, մեկ լինեն։ Աստծո ուզած ասում է, ով որ հավատում է, նրանում պետք է բնակվի։ Եվ ոնց իմանանք, որ նա անում ենք բնակվում ու նրա հետ մեկ ենք։ Ասում է ոնց որ նա գնաց, հենց էլ ես պիտի գնամ։ Համիլա բեր մի հատ հարց տուր քեզ։ Ոնց որ Հիսուսն է գնեմ, նույնը դու ես գնեմ, նույնը ես եմ գնում, ոնց որ Հիսուսն է գնում, թե չէ։ Սա է ուզում Աստված, որ վերջի արդյունքում մենք իր հետ ինչ լինենք, մեկ լինենք։ Որտեղ հայտնության գրքի մեջ տալիս է, որ վերջակետը դնեմ արդեն, ասում է եւ նոր երկնային Երուսաղեմը պիտի իջնի։ Նոր Երուսաղեմը։ Եվ այդ քաղաքի մեջ պետք է Աստծո տաճարը լինի, չէ՞։ Եվ Աստծո տաճարի մեջ պետք է Աստծո գահը լինի։ Եվ այդ գահի վրա Տերը պետք է նստի։ Եվ նրա որդիները մենք, որոնք որ փրկված ենք, նրա աթոռի 4 կողմ իր հետ միաբան պետք է առնենք։ Եվ գիշեր ու ցերեկ այնտեղ չկա, պետք է Տիրոջ փառավորենք։ Այսինքն մեկ ընտանիք պետք է լինենք, հոր հետ միասին։ Որտեղ երկնային Երուսաղեմը։ Եթե միշտեղ դու իր հետ մեկ չես, այնտեղ ո՞նց կարաս մեկը լես։ Աստծո ուզածը սա է, որ այս երկրի վրա ես իր հետ մեկանամ։ Բայց սատանայի ուզածն է, որ մենակ ասի, դե պատվիրանները կարում ես պահի, չես գողանեմ, չես սպանում, լավ է, վсё։ Բայց Տերը դրանով չի ուզում բավարարվի։ Ուզում է, որ այդ պատվիրանները պահելուց առաջ գնանք։ Եվ Տերն ինչ էր ասում, նոր պատվիրան եմ ձեզ տալիս, մեկ սիրեք։ Ինչպես ես ձեզ սիրեցի, որ աճենք, առաջ գնանք։ Իսկ աճելու համար պետք է այդ խոսքի հայտնությունը գա մեր մեջ։ Հավատանք այդ կենթանի խոսքին։ Այդ խոսքին պետք է հավատանք, այն ինչ որ կարդում ենք, այդ խոսքին պետք է հավատանք։ Այ երբ որ այդ խոսքին հավատանք, սենք այդ խոսքի մեջ մնալ, կգնանք այդ խոսքով, այդ հայտնած խոսքով, եւ այդ խոսքը կհայտնվի, եւ նրա հետ մեկ կլենք։ Երբ որ մեկ կլենք, ոնց որ Ենովքը մեկ դառավ, մեկը մի օր կտեսնեն, որ էլ Ենովքը չկա։ Ինչ եղավ Տերը, տարավ։ Հələ նայեք, Եղայի կյանքը նայենք։ Մարգարե մարդ էր։ Սուրբ Գիրքը ասում է, որ նա էլ մեր նման գիրքերի ցանկությունների տեր մարդ էր։ Մեր նման գիրք ուներ, ցանկություններ, Ենովքի մասին այդքան շատ բան չի ասում Սուրբ Գիրքը, բայց Եղայի մասին շատ ասում։ Որ ինչ էր, այս մարդը դաժե մի բան թողտեր նիզների մեղայեմ իմ մտածածն է, էլի որ մտածեց, որ մենակ ինքնա հոգևոր բան գնաց, սարը տիրոջ, ասավ սախ, մենակ ես եմ մնացի, հարասավ սուսկա, 7000 հոգի մարդ կա։ Գնա ասավ, Եղիսենեն կուտեղ է կլի ու Եղիսեն
կրկնակի զորությամբ գործեց Սուրբ Գիրքն ասում քան թե Եղիան։ Եվ տեսնում ենք, որ մի օր այս Եղիային կարգ եկավ ու տարավ։ Այդ գիրքերով, ցանկություններով, այդ տկարություններով մարդին եկավ ու տարավ։ Ինչի՞։ Որտեվ ինքը քայլեց Աստծո հետ, այդ խոսքի մեջ մնաց։ Գիշեր ու ցերեկ այդ խոսքն էր ձգտում ապրել։ Եվ այդ խոսքի աճեցրեց ու մի օր ժամանակն եկավ, կարգն եկավ ու նա ինչ արավ։ Տարավ։ Այո, մի օր պետք է երկնային կարգը գա, այդ Սուրբ Հոգի Աստվածը պետք է իր հարցը հափշտակի։ Եվ դա շատ շուտով է լինելու ժողովուրդ։ Հիմա մի հատ նայեք աշխարհերեսին ինչ ալեմ, արագ, վրաս, չեն ճոգում մարդիկ ինչ ալեմ։ Մի օր էս հզոր պետությունների ղեկավարները, մի օր էս են ասում, մի օր են ասում, ամենտեղ քաոս է, ամենտեղ թոբո է։ Սա ինչ է։ Սա նա է, որ Տիրոջ խոսքը կատարվում է։ Դա համար սիրներ, Աստված ուզում է, որ մենք իր հետ մեկ լինենք։ Թող նա պարծենա, որ Քրիստոսի հետ մեկ է։ Ոչ թե որ մենակ պատվիրաններն ապահամ։ Ոչ թե որ մենակ ասենք այդ խոսքը գիտի, լսում է, քարոզում է, այլ որ այդ խոսքը ապրում է ու այդ խոսքի մեջ քայլում է։ Դա համար Պետրոս Սարաքյալը ասում է, ձեր վարքով նա նման եղեք։ Նա օրինակ թողեց, որ իր հետքերին քայլենք, իր հետևով գնանք։ Թող Տերը օգնի քուրս ու աղբերս։ Մի բավարարվի, որ մենակ խոսքն ես պահում։ Մի բավարարվի, որ մենակ հավաքույթների գալիս գնում ես, այլ ամեն օր կպի, որ նա ձայնը լսես, որ նա այդ հաղորդ լինես, նա խոսա, նա կենթանի Աստված է, ժողովուրդ ջան։ Մենք ես իմ անպիտան կյանքի մեջ այդ տարել եմ, առել եմ ու գիտեմ։ Երեք երիկու տրտմած նստել եմ։ Ասում համար բան չկա ասելու, ինչ ասեմ, դե բան չկա, նստել եմ, տրտմել եմ, ասում ես քանի օր ձենը չեմ լսել։ Մի քանի օր առաջ, մի քանի շաբաթ առաջ դժվարություններ կար, աղոթք անեմ, Սուրբ Հոգին խոսաց։ Հենց աղոթքի ժամանակ գյուղերից մեկը մորխնություն իջավ, միանգամից Տերն ասավ փառք իրան, ու այդ հարցի լուծումն ասավ ինչ պիտի լի։ Ուրախացա Հագին, մի քանի օր հանգստացա։ Մի քանի օր անցավ, մեկ էլ երեք բարասում ուր այս, քանի օրա չի խոսում Տերը։ Իսկ քանի օրա չի ասում ուրա։ Ժողովուրդ ջան, նա Աստված մեր Աստված կենթանի է։ Նա ամեն օր ուզում է քո հետ խոսա։ Նա ամեն օր ուզում է քո սրտին խոսա, իր խոսքը զորավոր է, որ այդ խոսքը բժշկություն բերի։ Այդ խոսքը աճեցնի, պատրաստի, որ քեզ ու ինձ երկինք տանի։ Բայց եթե մերժում ես նրա ձայնը, նրա խոսքը չես լսում, բավարարվում ես ինչ որ ունես, մնում ես այդ վիճակի մեջ, շատ դժվար է լինելու քեզ համար։ Եվ ցանկացած նրանց համար, որ բավարարվում է այդ վիճակի մեջ։ Դա համար Տերն ասում է նորոգությունից նորոգություն, զորությունից զորություն, սրբությունից սրբություն։ Իմ հորդորն է, նրանք ովքեր որ դեռ մկրտված չեն, ջանք արեք լուրջ ապաշխարեք, մկրտվեք։ Նրանք ովքեր մկրտված են, աշխատեք սուրբ կյանք ապրեք։ Նրանք ովքեր սուրբ կյանք են ապրում, ձգտեք խոսքը ձեր մեջ կյանք դարձնեք։ Մին այդի արտակնես արավ, իրակնիկն սենց արավ, են մեկն են արավ, ոչ մեկին մի նայի, նայ Տիրոջ խոսքին։ Արտակը կանի, կնիկը կանի, կարող է դժոխք գնա, դու էլ նրա հետևից մի գնա դժոխք։ Դա համար դու նայ թե ինչ ասում Աստծո խոսքը։ Այս խոսքը զորավոր է։ Սուրբ Գիրքը ասում է երկիր ու երկինք կանցնի, բայց այս խոսքերից մի կետ չի անցնի։ Այս խոսքը պարապ Տիրոջը չի դառնալու։ Եվ դուր որ այս խոսքը քո մեջ կյանք դառնա, այ որ այս խոսքը քո մեջ կյանք դառավ, այս խոսքի հետ մեկացար, որը Քրիստոս է, նրա հետ արդեն մեկ պետք է ալես։ Նրա հետ մեկ կլինես, երբ որ մեկ եղար, նրա հետ ես, ցանկացած ժամանակ ուր էլ որ գնաս, նրա հետ ես լինելու, եւ ինքը ուր որ գնա դու իր հետ ես լինելու։ Բայց եթե չես ճանաչեմ, մոտենում է, հա, բարև արտակ աղբեր